Դեղինով նշվող այս հատվածը մեղրիով նախկինում անցնող եւ վաղուց արդեն գոյություն չունեցող երկաթգիծն է։ Թրիփի շրջանակում հենց այս նույն տեղով է նախատեսվում, որ անցնելու է երկաթգիծը, պահպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ գործելով բացառապես Հայաստանի օրենսդրության շրջանակում։ Այդ մասին է փաստում օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահը որպես վկա։ Դեռ այդ ժամանակ Թեհրանից հնչեցին որոշ ծայրահեղ գնահատականներ, սակայն պաշտոնական շրջանակները, որոնք առավել լավ էին տեղեկացված, շտապեցին հանգստացնել բոլորին։ Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին փակվել է, եւ խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում եւ գործելու է այդ երկրի օրենքներով։ Այս հայտարարությունից 4 ամիս անց իրանական որոշ շրջանակներ նորից հիշեցին Թրամփի ուղի նախագիծը, բայց այս անգամ Մոսկվայի հետ միաժամանակ։ Արդյոք Իրանը փոխել է դիրքորոշումը ու ինչ ենթատեքստ ունի ռուսական խոսույթը անցնող շաբաթվա քաղաքական հարցադրումներ։ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին էր Թրամփի ուղին նույնականացրել Ադրբեջանի շրջանառած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ։ Ի տարբերություն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի Մոսկվայից Թրիփին ուղիղ ձևակերպումներով դեմ չեն արտահայտվում, բայց հայտարարում են, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել Թրամփի ուղին։ Նախ Իրանից հնչող ու իրար հակասող դիրքորոշումների մասին։ Իրանական իշխող էլիտայում հաշվի առնելով այդ երկրի կառավարման առանձնահատկությունները երկու հիմնական թեւ կա։ Կա հոգևոր առաջնորդի թևը եւ կա կառավարության եւ նաեւ նախագահի եւ նրան հարող քաղաքական շրջապատի էլի հանգամանք։ Քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը իրականացնում է արտգործնախարարությունը, բնականաբար այստեղ կողմնորոշիչ է նախագահի եւ արտգործնախարարի դիրքորոշումը։ Իրանի քաղաքական իշխանությունները եւ արտգործնախարարությունը հիմնականում այնպիսի հայտարարություններ են ունենում, որոնք ավելի համահունչ են հայկական կողմի տեսակետներին, հատկապես այդ կայացած այցից հետո Փեզեշքյանի։ Վաշինգտոնյան ստորագրությունից 10 օր անց Հայաստան իր առաջին պաշտոնական այցը կատարեց Իրանի նախագահը, այդ թվում ծանոթանալու ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասներին։ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը եւ ոչ թե որևէ երրորդ երկիր։ Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք եւ դա մեր քաղաքականությունն է եւ դեմ ենք ցանկացած ուժի կիրառմանը տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք երկու կողմերում տարբերվող մոտեցումներ, ընդ որում այս տարբերող մոտեցումները իրենք եղել են անմիջապես օգոստոսից 8-ից հետո, որտեղ նախ դրան էլի արձագանքեց առաջինը Վելայաթին էլի կոշտ մոտեցումով, դրանից հետո եղավ կառավարության արձագանքը, որը ավելի այսպես կառուցողական է։ Փորձագետները հիշեցնում են Իրանի արտգործնախարարը իր հարցազրույցներից մեկի ժամանակ Վելայաթիի նախորդ նույնաբովանդակ հայտարարություններից հետո նաև նշել էր. Պարոն Վելայաթին իհարկե մեր ուսուցիչն է, բանիմաց ու պատրաստված, բայց այս հարցում կարծում եմ մենք, որ մասնակցում ենք հարցի վերաբերյալ քննարկումներին ու բանակցություններին, ավելի տեղեկացված ենք։ Ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարություններին։ Թեհրանի որոշ շրջանակներից հնչող մտահոգություններին զուգահեռ Մոսկվան էլ իր հերթին ճանապարհներ է որոնում տարածաշրջանային ենթակառուցվածքներին միանալու համար։ Վերջին շրջանում կարելի է տեսնել որոշակի նշաններ, որ ռուսական քաղաքական դաշտը տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստան այցելող լրագրողներ, որոնք որոշակի կապ ունեն նաև պաշտոնական Մոսկվայի հետ, տարածում են նոր թեզեր։ Ռուսաստանից էլ արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինն էր հայտարարել, թե առանց Մոսկվայի ճանապարհները չեն կարող բացվել, շեշտելով, որ Հայաստանում երկաթուղին կառավարվում է ռուսական Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կողմից։ Նշեց, որ նաև նույնիսկ երկաթուղին է ռուսական ստանդարտի, այսինքն լայնության, ինչը բավական աբսուրդային հայտարարություն է, որովհետև դա միայն երկաթուղիների տեխնիկական հատկանիշն է, չի նշանակում, եթե ռուսական պայմանական լայնության երկաթուղի ունես, դա Ռուսաստանի ինչ-որ պարտավորություններ
բերում այդ հարցում կամ արտոնություններ, բայց նաև պետք է նշել, որ մեղրի հատվածի վրա չի տարածվում Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի իրավազորությունը, քանի որ կնքվելու ժամանակ 2008 թվականին Հայաստանի Հանրապետությունը չկար գործող երկաթուղի մեղրի հատվածում։ Ռուսաստանը TRIP ծրագրին մասնակցելու իր հավակնությունները հիմնավորում է 2021-ից 23 թվականներին ձեռք բերված պայմանավորվածություններով։ Եվ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի փոխարինումը այս TRIP-ի պայմանավորվածություններով ռուսական կողմի համար շատ բացասական են եւ ռուսական կողմի համար սա խնդրահարույց է։ Լրագրողներ, տելեգրամյան ալիքներ, թե փորձագետներ ռուսական կողմից տարածվող հիմնական թեզերն է առանձնացնում Սամվել Մելիքսեթյանը։ Մեկը օրինակ Ղարաբաղի հարցի չավարտված լինելն է, որ որոշակի նաև քննարկվում է տարբեր փորձագիտական մակարդակով, մյուսը այսպես նաև TRIP-ի շուրջ ռուսական ինչ-որ ներկայության մասնակցության մասին կետն է, որը հնչում է նույնպես պարբերաբար եւ որպես կանոն նշվում են օրինակ այն փաստը, որ այդտեղ գտնվում են տեղակայված են ռուս սահմանապահները։ Ռուսական կողմը հենց ռուս սահմանապահների ներկայությունն էր նշել որպես իր հետ խորհրդակցելու մյուս պատճառը նշելով ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Հայկական կողմը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել հունվարի 1-ից 2025 թվականի անցակետերում բոլոր իրանական եւ հայ-թուրքական սահմանին գտնվող անցակետերում արդեն հերթապահությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն են իրականացնում եւ ոչ թե Ռուսաստանի Դաշնության եւ նաեւ այդ միտումը իհարկե պետք է շարունակական լինի եւ ներառի նաեւ ամբողջ հայ-իրանական սահմանը, ընդ որում մենք Իրանի հետ հավաստիաբար չունենք որևէ խնդիր եւ լուրջ սպառնալիք, սահմանը բավականին կարճ է, մոտ 43 կիլոմետր։ Ռուսաստանից հնչող բոլոր քաղաքական հայտարարություններին Հայաստանի արձագանքը ըստ փորձագետների պետք է լինի մեկը։ Հայաստանը պետք է առաջնորդվի ստորագրված հռչակագրի բովանդակությամբ եւ տեքստով, որտեղ այնուամենայնիվ չկա ոչինչ Ռուսաստանի Դաշնության մասին, դա կնքել են Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հետևաբար այլ կողմերի քաղաքական մասնակցությունը այս գործընթացին, հենց TRIP գործընթացին արդեն իսկ բավականին տարօրինակ է եւ այդ պայմանագրային հիմքը չունի։ Մոսկվայից փոխանցվող ազդակները սպասելի էին, քանի որ փաստացի Ռուսաստանը դուրս է մնում այդ գործընթացից։ Ուզում է քաղաքական հայտարարությունների առնվազն մակարդակով շեշտել նաև իր մասնակցությունը, ինչը սիմվոլիկ առումով է կարևոր, եւ երկրորդը իհարկե որ սա որոշակի հայտ է նաև մասնակցելու այս գործընթացին, քաղաքական առևտուր կարող է լինել ԱՄՆ-ի հետ, որ Ռուսաստանի շահերը նաև այս տարածաշրջանում ներառվեն։ Փորձագետները չեն բացառում, որ վերջին շրջանում հատկապես տարբեր լծակներով հնչող հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ կարող է կապ ունենալ։ Կարծում եմ նաև նախընտրական նաև որպես գործիք Հայաստանում շեշտելու համար, որ այնուամենայնիվ Ռուսաստանը տարածաշրջանից մտադիր չհեռանալ եւ սա պետք է նկատի ունենան նաև հայաստանյան քաղաքական ուժերը։ Արդյոք Իրանից ու Ռուսաստանից TRIP-ին միաժամանակ անդրադառնալը պատահականություն է, փորձագետները վերջին շրջանի իրադարձություններն են համադրում։ Վերջին շրջանում մենք նկատել ենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բավականաչափ ակտիվ շփումներ։ Դա եւ խորհրդանական մակարդակով եւ գործադիրի մակարդակով եւ նախագահների միջև հանդիպումների մակարդակով։ Թե Իրանը, թե Ռուսաստանը գիտակցում են TRIP-ը փոխում է տարածաշրջանում երկրների դերակատարումը ու հարաբերությունների տրամաբանությունը։ Թուրքիան մեզ համար այլ ընտրանք է, Ադրբեջանը մեզ համար այլ ընտրանք է, Ադրբեջանի համար Հայաստանը այլ ընտրանք է։ Ոչ միայն Հարավային Կովկասի համար է սա շատ կարևոր, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի սկսել է նորից քննարկվել այսպես կոչված տրանսկասպիան գազատարի գաղափարը, ինչը շատ կարևոր է եւ քանի որ Հայաստանի տարածքով անցնող գիծը մարշրուտը շատ ավելի կարճ է, քան Վրաստանով, հա, բարձ է, որ սա կարող է նույնպես մտնել TRIP, այսպես կոչված պայմանագրի շրջանակների մաս դառնալ։ Մենք կարող ենք հիշել նաեւ, որ Եվրամիությունը հաստատեց, որ 2027 թվականից իրենք լիովին հրաժարվելու են ռուսական գազից։ Բայց նաև փաստում են TRIP ուղին ավելի լայն համատեքստում տարածաշրջանի բոլոր երկրների կշիռը կավելացնի։ Բոլորը կօգտվեն, ինչու միայն Իրանը, նաև Ռուսաստանը կօգտվի, որտեղ ուղի երկաթգծային կապ կստեղծվի, արդեն քան որ Վրաստանի հետ չկա, Վրաստանի տարածքով չկա,
փակել են աբխազական վերկաթոն չի գործում, Ադրբեջանի տարածքով կարող հնարավորություն լինի, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև այդ կապը լինի։ Նույնը նաեւ Իրանի հետ կապը։ Հայաստանը որպես անկախ պետություն իր տարածքի ներսում ցանկացած բիզնես ներդրումային ծրագիր իրականացնելու հարցում անկախ է, եթե այդ գործակցությամբ չի ոտնահարվում որևէ սահման ու որևէ երկրի իրավունք։ Իսկ Վաշինգտոնյան համաձայնագրով TRIP-ի իրականացումը հենց այդպիսի նախագիծ է։ Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական իմաստություն, կամք եւ այսպես հասունություն ունենան եւ շարունակեն եւ ակտիվացնեն կարգավորման գործընթացը, ես կարծում եմ սա շատ դրական ազդակ կլինի եւ գրեթե կզրոյացնի նման միջամտությունների ցանկացած արտաքին կողմի ընդ որում, միջամտությունների հնարավորությունը, եթե մենք ավելի հակառակ ուղղությամբ գնանք, իհարկե այդ հնարավորությունները աճելու են, նույնը վերաբերում է նաեւ ներհայաստանյան հատկապես ընտրություններից առաջ Եվ այն տեղեկությունների ֆոնին, որ արդեն իսկ ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր, մինչև տարեվերջ նախատեսված է այս խմբերի առաջին համատեղ նիստի անցկացումը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեկ շաբաթ առաջ Բերլինում էր հայտարարել, որ Հայաստանում գրանցվելու է TRIP Company-ի հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նաեւ մանրամասնել այն անցնելու է Սյունիքով խորհրդային տարիների երթուղով։ Իրնամ Կրչյան, Հովանես Քյուրքչյան, Արտակ Գևորգյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյալ լուրեր։